Պարոն Հաջյան, Արգենտինայում հայերը հաստատվել են դեռ 17-րդ դարից ըստ որոշակի տեղեկությունների, ինչով է ապրում ժամանակակից հայը այսօր, ինչ կառույց եք դուք ներկայացնում, եւ ինչ կարող եք ասել հայկական կյանքին, համայնքին վերաբերող վերջին իրադարձությունների մասին, որն է այսպես հիշարժան ամենավերջին թարմ իրադարձությունը, որը տեղի է ունեցել այդտեղ մեր հայերիս կյանքում։ Լավ, Արժանտինի մեջ, Արգենտինա, ինչպես ամբողջ սպյուրքը գլխավորապես աստեղ առաջին հայերը եկան չարտեն վերջ 1915-ի չարտեն յետո անշուշտ ինչպես դուք արդեն պատմությունը գիտեք նախ եւ առաջ Սուրիա եւ Լիբանան հոն գտնվեցան այդտեղ շատ որբանոցներու մեջ մեծան ուրիշներ ինչ որ գրծաներին շատերը հոնգեալ վերջը իլան կացին Եվրոպա շատեր հյուսիսային Ամերիկան Իսկ ուրիշներ քիչեր կանիմատ բավական տիվով եկան Արգենտինա, Արժանտին, հոս հարավը, Լատին Ամերիկա, բավական մեծ տիվով աստեղ բավական ազատություն կդան իրենց լեզուն խոսելու թե գրոնք թե իրենց սովորությունները հարկված էին, բամը որ իրենց սեփական հողերուն վրա այդպես չէր, ուրեմն սկսան աշխատանքով, շատ աշխատանքով միասնականությամբ Աստեղ հայկական բավական մեծ կարևոր կաղուտ սարգել շենքեր, ակումբներ, անշուշտ եկեղեցիներ, դպրոցներ, ներկայիս 5 եկեղեցի ունենք Բուենոս Այրես մայրաքաղաքին մեջ, իսկ Կորդովա ուրիշ Արժանտինի նահանգ ուրիշ եկեղեցի ալգա, միայն Բուենոս Այրեսի մեջ 7 հայկական դպրոց ունենք անշուշտ պաշտոնական, շատ ակումբներ, թե մշակութային, թե քաղաքական մարզական, ուրեմն ներկայիս մտավորապես մենք գենտատրենք 150,000 հայ ենք, մտավորապես անշուշտ պաշտոնական տիվ չկա կամ adank ճշգրիտ դվյալներ, բայց կան արարկաներ նկատի առնելով որ մտավորապես 150,000 հայ ենք, անշուշտ գլխավորապես 4-րդ, 5-րդ ցերունդ ինչպես նախսի չարտեն վերաբրողները ու տորները, իսկ ձորերը եւ այլն, որ արդեն 4-րդ, 5-րդ ցերունդ են եւ աստեղ հայությունը դակավին գբահենք 4-րդ, 5-րդ ցերունդի մեջ մեր ինքնությունը ասկային, հայկական, շատ հայասիրություն կա, իսկ փոքր տիվով նաեւ վերջերս բավական հայաստանցիներ եկած են արտիական հանրապետության Հայաստանցիներ շատեր եկած են անշուշտ սովետական միությունը ցույցվել են հետո բավական տիվով եկան ուրեմն 150,000 ենք մոտավորապես ասենք թե 120,000 սպյուրքի հայեր ենք իսկ 10,000 ալ հայաստանցիներ վերիվարո Եվ ինչ կառույց եք դուք ներկայացնում, ինչ ձեր կառույցի աշխատանքներից խոսեք խնդրում եմ Այո, ես կներկայացնեմ Արժանտինի հայգետրոնը, որ մշակութային եւ գրթական հաստատություն է, բայց նաեւ գրոնական, որովհետեւ ներկայացուցիչն է հայ արաքելական եկեղեցվո, աստեղի պետության հանդեպ, ուրեմն մեր առաջնորդը հայ արաքելական եկեղեցվո առաջնորդը մեր հաստատության այսինքն հետ կապված է, ուրեմն առաջնորդարանը հայոց արաքելական եկեղեցվո մեր հաստատության մեջ նաև կգտնվի ուրեմն թե գրոնական երես մոնի մեր հաստատությունը թե գրթական որովհետև դպրոց ունենք մեր հաստատության մեջ հայկական դպրոց մգա եւ նաև անշուշտ մշակութային շատ մշակութային աշխատանքներ գտանինք ներկայացումներ գրքի անշուշտ հայերենի հայերեն լեզուի դասեր հայոց պատմության մշակութային եւ այլն ուրեմն այս գլխավորապես այս 3 դեպքերը մեր հաստատությունը գարաջ կդանի շատ հաստատություններում իջե որ Արգենտինայի մեջ կգտնվին բայց գրնանք ցեվով մսել որ մեր հաստատությունը գետրոնական հայության հաստատությունն է որովհետեւ անշուշտ արաքելական եկեղեցվո ներկայացուցիչն է եւ միշտ հայոց պատմության մեջ մեր հայոց արաքելական եկեղեցի քիչմը մեր ժողովուրդը ներկայացնողը միացնողը եղած ցեվով
Ինչով են զբաղվում տեղի հայերը։ Եվ նոր եկածները, եւ առավելապես հնաբնակները Արգենտինայում։ Լավ, հայերը նախ որ հասան այստեղ առաջին հայերը չարթի վերաբրողները շատերը սկսան անշուշտ լեզու չէին գիտեր, բոլորովին նոր աշխարհը եկան, այդ ժամանակին հիմա գաբես չէ, որ ամենքնից իրարու հետ կապված են եւ վերիվարո մտավորապես նույն իրականությունները կան ամբողջ երկիներու մեջ, բոլորովին դարբեր աշխարհ մնե ոչ լեզու գիտեին, բայց շատ աշխատանքով, շատ աշխատասեր մարդիկ սկիզբը անշուշտ բարձ գործեր գնային միս Դանիլ Պերել, գիտեք ֆրիգորիֆիկո մենք կսենք այստեղ որ միսը սառնարաններուն մեջ ադանք ձանր գործեր, բայց վերջը գամած շատերը սկսան տեքստիլ, հագուստի գերբասներով աշխատիլ, շատ գոշկագար, գոշիգով, գերբասներով, գամած ինքնապերապար աշխատելով մեծ էմպրեսաներ, կոմպանիներ գրցան սարգել, կարևոր այստեղ շատ կարևոր տեքստիլ հայեր կան, բայց անշուշտ ասիգա առաջին հասնողներն ենք, որ ասենք որ հիմա արդեն 4-5-րդ սերունդ բոլոր հայերը շատ պրոֆեսիոնալ գա, ամեն ինչ գա, բժիշկ, պաստապան, հաշվաբար, արվեստագետ, ամեն ինչ գա հիմա անշուշտ միայն մեկ ճյուղի մասնակից չեք, ինչպես? Իսկ պաշտոնյա կա հայերի մեջ, Արգենտինայի պաշտոնական ղեկավարների մեջ հայեր կան։ Անշուշտ այո, պաշտոնյա էլ գա, իսկ ամեն ինչ կա, այստեղի հայերը արդեն շատ Արժանտինի ընկերության մեջ շողված են, արժանտինցի են, արդեն 4-5-րդ սերունդի արժանտինցի են, բայց գրեթե ամենալ կամ շատ բարձր թիվով իրենց հայությունը կբահեն, ոչ թե միայն մագանուն, այսինքն մագանունն է, որ հոգերնի չէ հայկական ինքնություն ունի բավական զորավոր, անշուշտ լեզուն մեծ մարդահրավեր մնեն լեզուն բահել շատ ջիդուն չէ, 4-5-րդ սերունդի երդասարդ դղաներու մեջ մեր աստիոտո տվրոցները մեր լեզուն գսորվեցնեն, անդեղ քիչ մը գսորվին գխոսին, բայց տվրոցներեն դուրս հայերեն լեզու մեր արևմտա հայերեն չի խոսվի։ Հիմա նոր հայաստանցիներ ու կան իրենք անշուշտ հայերեն գխոսին արևելա հայերեն, բայց մեր արևմտա հայերենը շատ սահմանված մնացած է մեր տվրոցներուն մեջ, օրիորդները գսորվեցնեն, աշակերտները բարերմը գխոսին, բայց գվրջադանա տվրոցը արդեն խոսելու միջոց արիտ չունին, ուրեմն լեզուն բահելը բավական դժվար է, իսկ նոր եկած հայաստանցիները շատ վերադառնալով մասնակցություններուն եւ այլն շատեր ոսկերիչության մեջ կաշխատին, շատ աստեղ ոսկերիչությունը գլխավորաբար Բուենոս Այրեսի մեջ ոսկերիչներու գործը գետրոնատած է փողոցի մեջ գետրոնական փողոցը Բուենոս Այրեսի որ գոչվի Լիբերտալ, անդեղ ամեն ոսկերիչի խանութները կան, այդ փողոցի մեջ շատերը հայ են, իսկ շատերը հայաստանցի, շատ վարբեր են եւ մասնակետ ոսկերիչության մեջ։ Դուք լեզվի պահպանման խնդիրներից խոսեցիք, քանի հայկական դպրոց կա այդտեղ Բուենոս Այրեսում, առհասարակ Արգենտինայում։ Այո, Բուենոս Այրեսի մեջ 7 հայկական, որոնցից մեկը նաև Կարիցն է, այո, որքան հասկացա, նաև դուք եք կրթական աշխատանքներով զբաղվում։ Այո, անշուշտ հայկետրոնի մեջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ դպրոցը կա, գրթական բոլոր լեվելները, բոլոր աստիճանները վիրտության աստեղ կան, իսկ նաև ուրիշ 6 դպրոց կան Բուենոս Այրեսի մեջ, որ շատ դպրոցներ մեր դպրոցին մեջ մինչև քիչ տարիներ առաջ միայն հայ կամ հայ ցակում ունեցող աշակերտներ կընդունեինք, բայց թե ընկերային իրականությունները, թե տնտեսական վիճակը եւ այլն ստիպեցին բոլոր դպրոցներուն դռները բանալ ոյվե աշակերտի, անշուշտ միշտ հայկական ինքնությունը չի գործընծներ դպրոցը, միշտ հայերեն լեզու գուտա, միշտ հայկական մշակույթը, հայկական պատմությունը, բայց ոչ հայ աշակերտներ կան։ Մեր դպրոցը վերջինը եղավ, որը ստիպվեցավ այդպես դռները բանալու, ուրեմն դակավին բարձր մագարտակով, մեծ աստիճանով
հայեր, ընդհանրապես մեծամասնությունը հայ են կամ հայ ցակում ունեցող աշակերտներ։ Իսկ բզդիկ տիվով երթալեն ավելի մեծ դեղացի օդար, այսինքն աշակերտներ կան։ Մուշ դպրոցներուն մեջ ագարակ է իրականությունը քիչ տիվով հայ են, իսկ մեծ տիվով դեղացի, ուրեմն ադալ իրականությունը մգլավոր որ կամած կսկսի գոր դժվարանալ գործը հայ դպրոցներուն, որտեղ պետք է ծևով չանանք որ հայ աշակերտները հայ ցակում ունեցող դղակը հայկական դպրոց կան։ Որոշ վարժանելու համար շատերը չեն կար կամ շատերը ուրեմն տիվը հայ աշակերտներու հայկական դպրոցներուն մեջ ետալեն եդս հետե քիչ կլագոր ասալ քիչ մարդահրավեր մնե մեր հաստատություններուն մեր դպրոցներուն համար էլա ուրեմն Սուրբ Գրիգորոսավորիչը մեր դպրոցը ուրիշ դպրոց կա մեր դպրոցին դիմացը նույն փողոցին մեջ ճիշտ դիմացը բարեգործական միության դպրոցը կա որը գոչվի Մանուկյան իսկ նաև Բուենոս Այրեսի դարբեր տեղերու մեջ ուրիշ 5 հատ դպրոց կան մեկ հատ գոչվի Վիսենտե Լոպես, Խրիմյան, Արզրունի եւ Բախչեջյան ասեն 7 դպրոցները որ Բուենոս Այրեսի մեջ գանդագավին Ճիշտ հասկացա, որ հատկապես Հայաստանից Արգենտինա տեղափոխված հայերը ավելի շատ իրենց երեխաներին ուղարկում են օտար դպրոցներ, Արգենտինայում բացված դպրոցներ, ոչ հայկական դպրոցներ։ Այո, չեմ գռնալ ասել ճշգրիտ տևով, թե մեծամասնությունը ադիգագն է, բայց շատերը այո, օտար դպրոցներ գորգե իրենց զավակները դարբեր պատճառներու համար ոչ թե որտեվ անպայման դժգոհ են հայկական դպրոցները թե ոչ իրենց ավելի մոտ է ուրիշ դպրոց կամ դարբեր պատճառներու համար ուրիշ դպրոց կողարկեն ոչ թե անպայման գուզեն հայութենեն զրկվել կամ հերանալ դարբեր իրականություններով համար բայց պետք է այս իրականությունը նկատի ունենանք եւ չանանք ավելի ջիկնել որ այդ ծնողները որ իրենց զավակը հայկական դպրոց չի տանի թող հայկական դպրոց բերե որ այստեղ մեր լեզուն մեր պատմությունը մեր մշակույթը նաև ավելի ջող կերպով ստանան Եվ վերջին հարցը արդեն ձեր խոսքում նշեցիք որ մի քանի դար է այսպես հայերը արդեն Արգենտինայում են բնակվում մի քանի սերունդ է արդեն անցկացրել իր կյանքը այդտեղ եւ շարունակաբար անցկացնում Ինչ խնդիրներ կան քաղաքային իշխանությունների հետ կամ գուցե Արգենտինայի պետական համակարգի հետ արդյոք չկան նաև Արգենտինայի եւ համայնքի միջև որոշակի խնդիրներ նաև համայնք ասելով նկատի ունեմ ոչ միայն այն որ Արգենտինան է այսպես վատ աչքով նայում հենց կոնկրետ հայերին այլ որպես ազգային փոքրամասնություն դուք ինչպես եք այդտեղ ապրում եւ Ազգային փոքրամասնություններն առհասարակ ինչ խնդիրների առաջ են այսօր Արգենտինայում։ Չէ, բնավ ադիգա չկա, հարաբերությունները Բելուտյան հետ Արժանտինի, Արգենտինայի միշտ շատ լավ եղած են, լա ով որ լա գարավարության մեջ, այսինքն ոյ մեկ դիրք որ ունենա Բաշտոնությունը, այսինքն ղեկավարները երկրին, կառավարությունը միշտ լավ հարաբերություն ունին հայության հետ մասնավորապես, որովհետև աստեղ շատ լավ անուն շահած են հայերս, իբրև աշխատասեր մարդիկ, բարգեշտ մարդիկ, ուրեմն շատ լավ աստեցություն ունին, շատ լավ ընդունված են, թե բեդուտենե, թե ընդանուր ընկերութենե Միշտ դետոնս ես որ հայ ես միշտ լավ խոսքեր գտանաս որ աշխատասեր մարդիկ եք բարգեշտ եւ բեդության հետ նույնը միշտ լավ հարաբերություններ եղած են ոյ մեկ բեդություն որ լա կառավարության մեջ միշտ հայ համայնքին հետ լավ հարաբերություններ ունի եւ բնավ խնդիր չկա Արժանտինը արդեն ինքզինքը սարգված է օդարներով Բնիկ ժողովուրդ չէ մնացած գրեթե գիտեք երբ Քրիստոֆոր Կոլոմբոսը Ամերիկա հասավ արդեն բնիկ ժողովուրդը աստեղի հնդիկներն էին
որ ներկայիս Արժանտինի մեջ շատ փոքրամասնություն մնեն, բնիկ ժողովուրդն է փոքրամասնությունը, իսկ մեծամասնությունը ընկերության օդար ձակում ունեցող մարդիկ է եվրոպական գլխավորապես իդալական եւ իսպանական ձակում ունեցող մարդիկ, իդալացի եւ իսպանացի հետևող սերունդներ շատ, այսինքն վերջը հրյաներ, հայեր, արաբներ եւ այլն, ուրեմն միշտ բաց ժողովուրդը եղած է եւ պետությունը անշուշտ հետ խնդիր չունի փոքրամասնություններուն հետ, ընդհանրակը միշտ գճանա զանոնց ձևով ներկայացնել, հարկել իրենց պետքությունները եւ այլն։ Ուրեմն միշտ աստեղ մենք հայ համայնքը լավ համագրանք ունեցած ենք թե ընկերության թե պետության անտեպ մեր ապրիլ 24-ի եւ ցեղասպանության արարողությունը գնենք միշտ շատ հարկանք ունենք պետության կողմէ միշտ ներկայացուցիչը ներկա գտնվի իսկ ընկերությունը բավական արդեն մեծ տիվով գիտեն թե չարտը ինչ եղավ հայերը որ չարտը այս տարի ինչ է սպասվում ապրիլի 24-ին այս տարի մենք բիդենենք ինչպես ամեն տարի որոշ ծրնարգները բիդելան գլխավորապես ինչպես վերջերս գլա որ վերջին տարիները միշտ արդվան թեմ արարողություն մգլա կրոնական արարողություն մեր եկեղեցին մեջ Սուրբ Նիկոլոս Հավրիչ մայր դաջարին մեջ Արժանտինի մայր դաջա Արժանտինի գլխավոր դաջարը հայոց հարակելական եկեղեցվո ուրեմն կրոնական ծրնարգ մգլա եւ վերջը ծրնարգը եկեղեցին դուրսը ավելի պաշտոնական որտեղ ներկայացուցիչներ գարավարության գտնվին իսկ անդեր երկու խոսք գսենք իսկ անշուշտ հարկանք ուդանք ցեղասպանության շարժված մեր սուրբ նահատակներուն եւ աստեղ ցեղասպանության հուշարձան սարգած ենք մեր եկեղեցուկո անդեր ծաղիկներ գտրվին եւ հարկանք գտրվի մեր նահատակներուն եւ նաեւ վիդելա գեսորեն վերջ ցույց կլա Թուրքիո տեսփանին Թուրքիայի տեսփանադունը չէ այլ ուր որ տեսփանը կբնակի Թուրքիո տեսփանին ռեզիդենցիան անդեր միշտ ցույց կնենք գեսորեն վերջ գերտանք անշուշտ հարկալիր գերբով մեր մոմերով եւ այլն հայկական տրոշակներով հիշելու այս չարտը եւ բահանջելու որ Թուրքիան ընդունի եւ անշուշտ պետք եղած բաներն է հիմա հայերեն բարը չելերգոր բայց ռեսարսիրն է այս չարտը ընդունի եւ նաեւ վիդելա ամսուն 28-ին երկուշաբթի 28-ին գետրոնական ծերնարգը Արժանտինի Բուենոս Այրեսի մեծ գլխավոր թատրոններեն մեկադի մեջ որտեղ վիդելան հայ արտիստներ երաժիշտ իսկ աստեղի Արգենտինայի ցանոթ երաժիշտներ նաեւ հարկանքի խոսքեր եւ այլն ուրիշ ծերնարգալ վիդելա ասոնք են երեք գլխավոր ծերնարգները անշուշտ ամեն մեկ հաստատություն դարբեր երբեմն իր գոմեն անցնական ծերնարգներ գտանի առաջ բայց այս երեքն գլխավոր ծերնարգներն են որ բիենենք ապրիլ 24-ի արիտով